Բարև ձեզ։ Գոյություն ունի մեկ բան, որ կոչվում է ծիծաղաթերապիա։ Այո, ճիշտ լսեցիք, ծիծաղաթերապիա։ Ցանկացած իրավիճակ, որ կարող է ձեր համար ծիծաղ առաջացնել, փորձեք այդ իրավիճակներում լինեք։ Օրինակ կոմեդիա ֆիլմեր դիտեք, օրինակ հետաքրքիր մարդկանց հետ շփվեք, անեկդոտներ լսեք, որովհետև ցանկացած ծիծաղ առաջացնող երևույթ ձեր օրգանիզմին տալիս է մի հորմոն, որ կոչվում է սերոտոնին, երջանկության հորմոն։ Եթե նույնիսկ առիթ չունեք ծիծաղելու, բացեք ինտերնետը, ինչ-որ մի հատ հումորային բան նայեք, փորձեք ծիծաղել։ Եվ դրա ժամանակ, դրա միջով անցնելով, դուք կզգաք, թե որքան կթեթևանա ձեր վիճակը, հատկապես եթե դուք այդ պահին նյարդային վիճակում եք կամ մտահոգ վիճակում եք, ցանկացած իրավիճակում, եթե դա մտահոգություն է կամ վախեր են կամ սթրեսային վիճակներ են, եթե դուք ինչ-որ ձևով կարողանաք ծիծաղ առաջացնող իրավիճակում գտնվել, հումորային հաղորդումներ նայել, անեկդոտներ լսել, կոմեդիաներ նայել կամ շփվել այնպիսի մարդկանց հետ, ով կարող ձեզ ծիծաղացնի, ապա պատկերացրեք, որ դա բացարձակ հավասար է 1-2 սեանս հոգեբանի մոտ գնալուն։ Դա կոչվում է ծիծաղաթերապիա եւ շատ օգտակար է օրգանիզմի համար եւ վերականգնում է օրգանիզմը, ինքը ոնց որ օրգանիզմը ռեստարտ է, ոնց որ համակարգիչը ռեստարտ կտակ, նենց էլ ծիծաղը ռեստարտ է տալի օրգանիզմի դրական բջիջները։ Այնպես որ ծիծաղեք ինչքան կարող եք շատ։ Հաջողություն։